ցանկանայի Հովհաննես Հարությունյանի մասին խոսել նրա առողջական վիճակի մասին, քանի որ այս պահին նա ծանր վիճակում է գտնվում, նրան շտապ բուժօգնություն է հարկավոր։ Դա է պատճառը, որ հիմա մենք ասուլիս ենք հրավիրել եւ որոշակի անորոշություն կա այս պահին Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված։ Տարբեր բժիշկներ են նայել Երևանու բժշկական կենտրոնից, ինչպես նաև հարազատների կողմից հրավիրված բժիշկներ սնվել նրան։ Այնուամենայնիվ բոլոր բժիշկները պատճառաբանում են, որ Հովհաննես Հարությունյանը դեռևս չի կարող վիրահատվել, քանի նրա վերքերը չեն լավացել։ Մինչ շարունակելիս ցանկանայի անդրադառնալ նախորդ դեպքերին, այսինքն սկսենք հուլիսի 26-ից թվականի, երբ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում է ստացել։ Ցանկանայի նշել, թե կոնկրետ ինչ վիրավորում է ստացել Հովհաննես Հարությունյանը։ Ուրեմն քաղվածք եմ ստացել նրա հիվանդության պատմագրից, որտեղ նշված է, որ 2016 թվականի հուլիսի 26-ին նա ստացել է աջ ազդրի կույր գնդակային հրազենային վիրավորում, աջ սրունքի վերին 1/3-ականի գնդակային հրազենային միջանցիկ վիրավորում, աջ սրունքի զույգ ոսկրերի վերին երրորդականների բաց բազմավեկոր կոտրվածքներ։ Նա դա ստացել է 2016 թվականի հուլիսի 26-ին գիշերը ժամը 1-ի սահմաններում։ Նրան բուժօգնություն ցուցաբերվել է շուրջ 2 ժամ հետո, շտապօգնությունով նրան տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոն, սակայն նույն օրը վիրահատություն չի իրականացվել։ Պարզապես որոշ բեկորներ են հեռացվել եւ մինչ օրս որևէ վիրահատություն չի եղել։ Ինչպես նշեցի, նրա վիճակը ծանր է։ Նույն օրը նշված ժամանակահատվածում նա կալանավորվել է, գտնվելով Երևանու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում եւ հիմքում դրվել է կալանքի հիմքում դրվել է այն, որ նա կարող է գործի քննությանը խոչընդոտել։ Մենք այդպես էլ չենք հասկանում, ինչպես կարող է Հովհաննես Հարությունյանը գործի քննությանը խոչընդոտել այն դեպքում, երբ նա գտնվել վերակենդանացման բաժանմունքում եւ տեղաշարժվելու հնարավորությունից զրկված գտնվում հենաշարժողական համակարգի լուրջ խնդիր։ Նշեմ, որ նույն օրը նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ դատապարտյալների հիվանդանոց, վնասվածքային շոկ առաջին, երկրորդ վիճակ վերքերի ԱՎՄ-ից եւ աջ ստորին վերջույթի կմախքային ձգումի տեղադրումից հետո ախտորոշում։ Այսինքն ունենալով նման խնդիր Հովհաննես Հարությունյանը այնուամենայնիվ Երևանու բժշկական կենտրոնից դուրս է գնվել եւ տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց։ Երևանի բժշկական կենտրոնում ցանկանայի անդրադառնել նաև այն հանգամանքին, թե Երևանու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ինչ է տեղի ունեցել հենց հուլիսի 26-ին։ Երևանու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Հովհաննես Հարությունյանին, չնայած նա գտնվում էր ծանր վիճակում, հսկել են զինված ոստիկաններ։ Մենք դրա իմաստը մինչ այժմ չենք հասկացել, քանի որ նա այդ պահին կալանավորված չէր եւ զինված ոստիկանների արտահայտությունը որևէ կերպ չի կարող բացատրվել։ Բուժքույրը վերակենդանացման բաժանմունքից հորդորել է զինված ոստիկանին դուրս գալ, նշել է, որ դուք ստերիլ չեք։ Հովհաննեսն է պատմում ինձ, զինված ոստիկանը դուրս չի եկել, Հովհաննեսը փորձել է ինքը հորդորել, որպեսզի դուրս գա, փոխարենը զինված ոստիկանը Հովհաննեսին ասել է, հեսա կթքեն վրեդ։ Այսինքն նա ինչ գործ ուներ վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի նման արտահայտություն էլ աներ Հովհաննեսի նկատմամբ։ Նույն այդ ոստիկանը, որ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, դատապարտյալների հիվանդանոց տեղափոխող ուղեկցողների թվում է եղել։ Հովհաննես Հարությունյանի ցանկանայի նշել, թե ինչպես են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ Սրանք հանգամանքներ են, որոնք էական նշանակություն են եւ ուսում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքների վրա։ Ուրեմն Հովհաննես Հարությունյանին ըստ իր խոսքերի սպանելով են բացապես տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ Նրան տարել շպրտել են մի խուց, որը պարզապես անմարդկային պայմաններ էին այդ խցում։ Այդ խուցը, որում նա գտնվում էր, ես տեսել եմ հուլիսի 28-ին, երբ առաջին անգամ մտել եմ այդտեղ եւ առաջին օրներ, որ որպես պատվան ներգրավում է իր գործով։ Ուրեմն երբ այդ խուցը քարանձավի նման էր,
Այն, որ քրեակատարողական վարչությունը, չգիտես, ինչու ներվում է իմ այդ խոսքերից եւ բարբերաբար տարբեր լրատվամիջոցներով վերջերս փորձում է վարկաբեկել ինձ, դա չգիտեմ, եւ ճնշման ինչ-որ ձև են գտել, փորձում են այդպես ինչ-որ սպառնալ ինձ, նշել էին, որ փաստաբանների պալատ կուղարկեն իմ հարցը քննարկման, քանի որ ես ասում եմ բաներ, որոնք իրականության չեն համապատասխանում։ Ցանկանայի նշել, որ այն պայմանները, որոնք հիմա ես կներկայացնեմ, բազմիցս ներկայացվել են նաև Հովհաննես Հարությունյանի պաշտպան Արա Հայրապետյանի կողմից, այսինքն այն ամենը, ինչ որ ես եմ ասել, նաև մյուս պաշտպանն է ասել, եւ ես չեմ հասկանում, թե ինչու քրեակատարողական վարչությունը միայն ինձ հետ կապված ինչ որ վարկաբեկող հայտարարություններ է անում։ Ես չեմ հասկանում նաև այն հանգամանքը, թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչներ են գտնվել այդ խցում։ Այո, նրանց կողմից չի հերքվել այն պայմանները, որ իսկապես վատ է եղել եւ հիվանդի համար նախատեսված պայմաններ չեն եղել։ Այնուամենայնիվ, մարդու իրավունքների պաշտպանի կողմից եւս չեն հերքվել այդ ամենը եւ ինչու է նման պայմաններում քրեակատարողական վարչությունը շարունակում ինձ վարկաբեկել եւ այն ամենը, ինչ որ ես ասել եմ, ասում եմ սուտ է ասում։ Ուրեմն ներկայացնեմ, թե ինչ պայմաններում է գտնվել Հովհաննես Հարությունյանը։ Ներս էինք մտնում ցույց, մեծ ցույց էր, բորբոսած պատերով, քարանձավ կարծես լիներ, լուսավորություն չկար, երկու հատ փոքրիկ պատուհաններ առաստաղի մոտ։ Օդ չկար շնչելու եւ ես չգիտեմ, երևի թե քարանձավ սխալ եմ նշել այդ բառը, քարանձավը ավելի մաքուր է, քան այդ ցույցներ, դա ընդհանրապես հիվանդասենյակ չէր հիշեցնում։ Հովհաննես Հարությունյանը պարկած էր մի մահճակալի վրա, որը ցանցով մահճակալ էր եւ կորացած էր դեպի ներքև։ Միան հարթ մակերեսով մահճակալ էր պետք, բայց դա էլ ապահովված չէր։ Բռնվելու հարմարություն չկար։ Հովհաննես Հարությունյանը հյուծված պարկած էր այդ մահճակալին։ Բացի դա, խավարասերներ էին կխտում, իմ ներկայությամբ իր վերքերի վրա վազվզում էին։ Նա հյուծված էր, ինքնուրույն չէր կարող նստել, ձեռքը չէր հասնում վերքին եւ այդպես տեսնում էր, թե ինչպես են միջատները իր վերքի վրայով վազվզում։ Այդ պատճառով ես հարազատներին խնդրել էի, որպեսզի ճանճասպան փայտիկ բերեին, որպեսզի ձեռք չէր ասում, գոնե, այսինքն գիշերը ինքը չէր քնում ցավերի մեջ եւ այդ ճանճասպան փայտիկով միջատներին էր հսկում։ Սենյակի, հիվանդասենյակի անկյուններում աղբեր կուտակված։ Սաղներանը բացում էին որդերեր, տարբեր բաներ կային այդտեղ, որ չպիտի լինեին։ Ուրեմն հիվանդասենյակ, երբ որ դատապարտյալների հիվանդանոց է տեղափոխվել, Էրեբունու բժիշկները հորդորել են, որպեսզի նույն օրը լիզելու համար նախատեսված կաթետրը հանվի։ Բայց դա մնացել է 7 օրից ավել, որի հետևանքով հիմա խնդիր ունի ինքը եւ ինչ որ բուժում են նշանակել, որը չի օգնում իրեն։ Այսինքն մինչ օրս, այդ օրվանից մինչ օրս նա խնդիր ունի դրա հետևանքով։ Հովհաննես Հարությունյանին շատ վատ պայմաններում են պահել մինչև հուլիսի 30-ը։ Իմ կողմից իհարկե բարձրաձայնվել էր, եթե հիշում եք, հոդվածներ հրապարակվեցին այդ պայմանների վերաբերյալ եւ հիվանդասենյակը փոխվեց։ Այո, փոխվեց հիվանդասենյակը, բայց այն պայմանները, որում նա հիմա է գտնվում, էականորեն այդքան չեն տարբերվում։ Այն ուղղակի պատերն ու առաստաղն են փոխվել, ներկվել են եւ միջատների առկայությունը չի վերացել, հակասանիտարահիգիենիկ վիճակը նույնն է։ Հիմա կներկայացնեմ, թե ինչ եմ այդպես ասում։ Ուրեմն մահճակալն է նոր, բայց էլի բռնվելու հարմարություն չկա։ Նա այդ վիրավոր ոտքի վրա ուժ է գործադրում, որպեսզի կարողանա նստել։ Առաջին օրը, որ ներկվել են պատերը, այդ հոտից ցերեկը, այդ առաջին օրվա ցերեկը միջատները չեն եղել, բայց այդ օրվանից մինչ օրս, ինչքան էլ որ դատապարտյալների հիվանդանոցի աշխատակիցները ջանք են գործադրում վերացնեն միջատը, ես չեմ ասում, իրանք ջանք չեն գործադրում, այո, գործադրում են, ամեն ինչ անում են, որպեսզի վերանան միջատները, բայց չեն վերանում։ Բայց դրանում Հովհաննես Հարությունյանը մեղավոր չէ, որ իրեն ջանքերի արդյունքում չի վերանվել միջատների առկայությունը։ Այսինքն տվյալ դեպքում մենք խնդիր ունենք, որ հակասանիտարահիգիենիկ վիճակում են գտնվում, ունենալով նման լուրջ խնդիր։ Նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում, այնպես չի կարող քայլել։ Եվ այն ինչ որ արվում է, մնում է հիվանդասենյակում ժամեր շարունակ, այս շոքին հիվանդի կողքին։ Եվ ես կարծում եմ, որ պատկան մարմինները այդ
հանգամանքի վրա պիտի իսկապես ուշադրություն դարձնեն, որովհետև նա պիտի այս պահին ապաքինվի, ոչ թե հակառակը։ Իսկ նման պայմանների դեպքում չեմ կարծում, որ Հովհաննես Հարությունյանը կապաքինվի, ես կարծում եմ նույնիսկ հակառակը։ Մենք այդ ամեն ինչը բարձրացնում ենք, քրեակատարողական վարչությունը հայտարարություն է տարածում, որ պաշտպանները իբր աբատեղեկատվություն են տարածում, հասարակությանը ցանկանում են շփոթեցման ներսել արելու։ Մենք հայտարարում ենք, որ քրեակատարողական վարչությունն է աբատեղեկատվություն տարածում եւ ինձ են մատնանշում, որ պաշտպանի ներկայությամբ անկողինը փոխվել է այդ երեկոր, որ Արոնը չորացված էր։ Իրականում ես այդ ինչ-որ Facebook-յան գրառում էր արել վարչության մամուլով խոսնակը, ես ասացի, որ իմ ներկայությամբ երեկոր չի փոխված եւ այդ մասին ես բարձրաձայնել եմ։ Դրանից բացի մենք քննչական գործողության էինք, մեր հետ ներկա էր Հայաստան Սարգսյանը եւ հատուկ քննչական ծառայության քննիչներից էր Հովհաննես Հարությունյանը 2 ժամ պետք է կարիքը հուկա ու քանի որ ինքը չի կարող միայնականել, պետք է սանիտար կա, որ նրան օգնի 2 ժամ էլ ինքը չէր կարող զսպել իրան ու աչքերից տեսնում ես, որ էլ մարդը չի կարող զսպել ու դա այո նվաստացնում է մարդուն դիտավորյալ նման ձև անելով ու 2 ժամ հետո քննիչը մեր հետ դուրս ենք եկել, սպասում են թե վարչակազմից կամ այդ ուժակը կամ ինչ-որ ֆերշելը եւ պետք է գա, որ օգնի Հովհաննես Հարությունյանը իր անձնական կարիքները հոգա եւ այսօր վարչությունը այդ ամեն ինչը փորձում է հեշտել։ Դրանից բացի Հովհաննես Հարությունյանը իր անձնական կարիքներն է հոգացել եւ ամբողջ գիշեր այդ կերտը չեն թափել եւ այդ հոտին Հովհաննես Հարությունյանը ստիպված է եղել մնալ ու ամբողջ գիշեր կորացել է որ կան այդ կերտը թափեն, բայց սակայն նոր եկե թափել են եւ այդ ամեն ինչը ինչու է հանդեսնում, որ անմարդկային դաժան վերաբերմունք են դրսևորում ու մենք այո միտում ենք տեսնում, որ այդ ամեն ինչով ցանկանում են Հովհաննես Հարությունյանին նվաստացնել։